Դրոշակակիրների հրավառությունը Գյումրիում է, հետաքրքիր ու անսպասելի հյուրերը իտալացի դրոշակակիրներն են։ Խումբը ստեղծվել է 1960 թվականին, ներկայացնում է Տոսկանյա նահանգի Արեցցո քաղաքի տիպիկ ժողովրդական մի խումբ։ Հայաստանում ենք գտնվում Հայաստանի և Իտալիայի դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակի առիթով և շրջում ենք գեղեցիկ քաղաքներով Իտալիայի մշակույթը ներկայացնելու համար։ Խումբը Հայաստան է եկել Իտալիայի դեսպանատան հրավերով։ Միջոցառման մասնակիցները Գյումրիում քայլերթով թատերական հրապարակից հասան մինչև Վարդանանց հրապարակ ու հանդես եկան թատերական ներկայացմամբ, որն իրենից ներկայացնում էր պարային երաժշտական տարրերի համակցված կատարում շեփորի թմբուկի նվագակցությամբ։ Դրոշակակիրների խմբի գեղարվեստական ղեկավար Ջանկառլո Ռոտան նշեց, որ իրենք շատ են հավանել Հայաստանն ու հայերին, նրանց դուր է եկել հատկապես գյումրեցիների ջերմությունն ու հարգանքը։ Ջանկառլոն նաև իր կարծիքը հայտնեց Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի վերաբերյալ։ Իմ կարծիքով Հայաստանը շատ ուժեղ խաղ ցույց տվեց, քանի որ շատ ակտիվ և շատ ագրեսիվ խաղեր ընթանում։ Իտալիայի թիմը քիչ ավելի վատ խաղաց, կամ Հայաստանը անսպասելի ուժեղ խաղ ցուցադրեց։ Այդ պատճառով մի քիչ հիասթափություն ապրեցի։ Խումբը հույս հայտնեց, որ նմանատիպ միջոցառումներ առաջիկայում շատ կլինեն։ Ըստ նրանց սա լավ առիթ է հայ-իտալական հարաբերությունների զարգացմանը նոր զարկ տալու համար, համահունչ դարերի ընթացքում երկու երկրների միջև եղած բարեկամությանը։ Ցայք հեռուստաընկերություն, Ազդարար։